լաց լինել։ Վերջ տանք լաց լինելուն, վերջ տանք լացուկոցին, ավելի հանդուրժողական լինենք իր նկատմամբ, եթե գոնե չենք կարող սիրել։ Ուզում եմ հուսալ, որ այս համաժողովից սկսած մենք քայլ իրականացնելու ենք մեր համազգային միասնականությունը, ամրացնելու ենք մեր համաշխարհային դիմադրողականությունը, որովհետև ապրում ենք ծանր ժամանակահատվածում, ապրում ենք ծանր տարածքում, եթե մեր համաշխարհային համազգային դիմադրողականությունը փոքր լինի, Աստված գիտի դեռ ինչեր կարող են լինել։ Եվ հակառակը, եթե մենք մեր դիմադրողականությունը մեծացնենք եւ միասնական լինենք, մենք անկասկած 21-րդ դարենք մտնելու հաղթանակած, կառուցիկ եւ ապագայի մեծ հեռանկար ունեցող ժողովուրդ։ Ամեն ինչ կախված է մեզանից։ Հիմնական խնդիրները մենք լուծել ենք։ Թե այսուհետ ինչ է սպասվում մեզ, մեր պետականությանը, մեր ժողովրդին, փառք ու պատիվ օգնողներին շնորհակալ ենք, բայց մեզանից է կախված։ Եվ տա Աստված, որ հետո ինքներս մեզ չմեղադրենք։ Հայ վերջին խելքի մասին ասացի։ Տա Աստված, որ հայ վերջին խելքը մեզ հետո պետք չգա։ Այսօր այս պահից եւ անկասկած հաղթանակը մեր կլինի։ Ես ցանկանում եմ բոլոր հայերին աշխարհի բոլոր ծայրերում լավատեսություն, սեր դեպի հայրենիքը, ըմբռնում, որ այդ հայրենիքը բոլորիս հայրենիքն է, որ առանց հզոր ամուր Հայաստանի շատ դժվար լինելու ապրել հայության աշխարհի ցանկացած ծայրում ամենաշքեղության մեջ անգամ, այդ հայրենիքը իրենց կարիքն ունի, իրենք հայրենիքի կարիքն ունեն, եւ ընդամենը 1, 2, 3, 4 5 տարի հետո մաքսիմում նաև հայրենիքն է կարողանալու օգտակար լինել սփյուռք հայությանը։ Անկասկած կարողանալու է օգտակար լինել սփյուռք հայությանը։ Նաև նյութապես, ոչ միայն հոգեպես, բարոյապես։ Պատրաստվում ենք այդ օրվան համատեղ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն ձեզ, շատ հրաշալի խոսքեր են։ Աստված տա, որ այդպես լինի եւ վստահ եմ, որ այդպես պիտի լինի, որովհետեւ մենք ունենք մի երկիր եւ պարտավոր ենք մեր երկիրը վարդիպես ծաղկացնելու։ Հայը չի կարող ապրել առանց հայրենիքի։ Ամենահզոր սփյուռքում գոյություն ունեցող հայը առանց հայրենիքի ոչինչ է։ Եթե կա հայրենիք, եթե կա հզոր հայրենիք, ուրեմն դու քեզ ավելի զորավոր կարող ես զգալ աշխարհի յուրաքանչյուր երկրում։ Շնորհակալություն ձեզ, պարոն վարչապետ։ Ես հիշում եմ, երբ որ դուք դեռ Սունդուկյան թատրոնում դերասաններ էիք, մենք գրեթե հասակակիցներ ենք, Ռոմեոյի դերն եք խաղում եւ ես շատ հավանում էի ձեզ։ Ամերիկայում ձեզ տեսնել ինձ համար անակնկալ էր, չափազանց օգտակար գործ եք անում, շատ կարևոր, բայց այնուամենայնիվ Սունդուկյան թատրոնում ձեր փոքրիկ դերակատարումն անգամ ինձ համար կոնկրետ կներեք, ավելի հոգեհարազատ է, քան թե Միացյալ Նահանգներում ձեր արած ամենամեծ գործունեությունն անգամ։ Էլ չեմ խոսում, որ Ձորի Միրոյի որդին Հարութը Հայաստանում պիտի ապրի եւ համոզված եմ, որ պետք վերադառնալու ես Հայաստան ու խաղալու ես ու մեծ ծերերը դե արժևում են։